Ժամանակը կգա կիմանանք, թե երբ է հասնելու ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարն առանց ժամկետներ նշելու չի բացառել այս հնարավորությունը։ Մենք չենք կարող դեմ լինել այս գործարքին, բայց միևնույն ժամանակ չենք կարող սա ներկայացնել որպես փրկություն Հայաստանի տնտեսության կամ էներգետիկ անվտանգության համար։ Թեման Ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներն էին օրակարգ բերել, գրելով, որ ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հեռանկարը քննարկել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը նոյեմբերի 28-ին Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Դրանից հետո Ալիևի օգնական Հաջիևն էր հայտարարել, որ Բաքուն դիտարկում է նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հնարավորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին նաև, թե սակագնային արգելքներն են խանգարում Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցմանը։ Ի պատասխան Թբիլիսին ընդառաջ քայլ արեց։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց, որ վարչապետ Կոբախիձեի որոշմամբ ադրբեջանական վառելիքի մեկ անգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի անվճար։ ԵԱՏՄ անդամ լինելով Հայաստանը պետք է ներկրի միայն անդամ երկրների ստանդարտներին համապատասխանող բենզին կամ դիզել։ Ադրբեջանի դեպքում դեռ պետք է հասկանալ, թե ինչ որակի վառելիք ենք ներկրելու։ Եթե Հայաստան մտավ ադրբեջանական վառելիքը, դա դառնում է արդեն ԵԱՏՄ ապրանք եւ այդ ապրանքը կարող է տեղափոխել նույն տեսականորեն Բելարուս, Ռուսաստան եւ այլ երկրներ։ Եվ այս պարագայում Հայաստան չի կարող մատների արանքով ստուգումներ իրականացնել։ Ադրբեջանական նավթի կամ բենզինի ներկրումն ինչպես կանդրադառնա շուկայի վրա։ Գնիչեցում կլինի արդյոք, պարզ չէ։ Պետք է հասկանալ նաև, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ինչ գնով են ադրբեջանցիները մեզ նավթամթերք վաճառելու եւ որքան գումար է ծախսվելու տարանցման վրա։ Եթե բացվի նաև ուղիղ կապը, օրինակ Ղազախով, Ղազախ, այսպես Ադրբեջան, Իջևան այդ կապը աշխատի, այդ դեպքում էլ ավելի տրանսպորտային ծախսերը կնվազի եւ կարող է մրցակցային առավելություններ ունենա ռուսականի նկատմամբ։ Միևնույն ժամանակ մասնագետը նշում է, ռուսական վառելիքը մշտապես բավական մատչելի է եղել մեզ համար, քանի որ արտահանման տուրքեր չեն կիրառվել։ Հայաստանը տարեկան 300,000 տոննա բենզին ու դիզել է ներկրում Ռուսաստանից, ինչը կազմում է վառելիքի ներկրումների 90%-ը։ Մյուս կարևոր հարցն այն է, հայկական թե ադրբեջանական ընկերություններն են Հայաստան վառելիք ներկրելու։ Օրինակ հարևան Վրաստանում Սոկարը բենզալցակայանների ցանց ունի։ Հնարավոր է ադրբեջանական Սոկարը նաև այստեղ հայտնվի։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում այդպիսի հնարավորություն կլինի, բայց եթե ինքը մտնի շուկա, պետք է որևէ ցանցի հետ պայմանագիր ունենա երկարաժամկետ։ Խոշորները քիչ հավանական է, որ այդ երկարաժամկետ պայմանագիրը կկնքեն, փոքրերի հետ պետքա փորձեն աշխատել, որպեսզի կարողանան վաճառել։ Վրացի գործընկերների այս քայլը Գևորգ Պապոյանի ենթադրությամբ ժեստ է խաղաղության գործընթացին։ Սիմվոլիկ այդ խմբաքանակի տարանցումից հետո վճարներ կգանձվեն։ Սա իրենց այսպես կոչված խաղաղության այսպես դարաշրջանի հերթական այսպես ազդակն է, որը փոխանցում են հանրությանը, եւ սա բավականին լուրջ կարող է ազդել մեր հանրության վրա, դիրքորոշման վրա, տրամադրության վրա 2026 թվականի ընտրություններին։ Տնտեսագետը նաև հիշեցնում է, Հայաստանն Ադրբեջանից վառելիք է ներկրել նաև խորհրդային շրջանում ու դրանից առաջ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։